Ուզում եմ հարցնել, հնարավոր է երկրորդ անգամ կրկնել, այսինքն հնարավոր է հասնել գազի գնի իջեցման օրինակ։ Նայեք, ես չեմ կարող հիմա խոստանալ, որ դա կանեմ, բայց ես կարող եմ ասել, որ այո, հնարավոր է։ Հնարավոր է բանակցել, հնարավոր է ցույց տալ, որ սա փոխշահավետ է։ Մեր օրինակ այդ գազի գինը այժմ պահելու հիմնական մեր փաստարկները որն էին, որ դուք մեր գործընկերն եք, հայ Ռոսգազարդը 45-10% էր ձևավորվել, 45-ը Հայաստանի Հանրապետությունը, 45-ը Գազպրոմն էր եւ Իտերա կազմակերպություն կար, որը 10% էր կազմում, մասնավոր ընկերություն էր ռուսական։ Եվ մենք ասում ենք, որ հակառակը մենք պետք է էժան գազ ստանանք, որ դուք ուրիշներին ցույց տաք, որ ձեր մուտքը մեր այդ բիզնեսի մեջ որոշակի դիվիդենդներ է տալիս Հայաստանի Հանրապետությանը։ Ռուսաստանում կա մեր ընդհանուր անցյալից եկած որոշակի սենտիմենտալ վերաբերմունք հայ ժողովրդի նկատմամբ։ Պատմական հիշողություն։ Այո, պատմական հիշողությունն է, մշակութային, այսպես ասենք, կապերն են, որոշակի սենտիմենտալ բան կա, որովհետև Ռուսաստանում շատ են մտածում հետևյալի մասին, հայ ժողովուրդը ինչ կմտածի մեր մասին։ Օրինակ Տրամպը իր քաղաքականության մեջ, երբ որ Կանադայի վրա նայեզներ է անում, ասում է դա 51-րդ շտատն է, նա չի մտածում, թե կանադացին ինչ կմտածի իր մասին։ Նա չոր պրագմատիկ հաշվարկի մեջ է։ Ես մեկ-մեկ մտածում եմ, եթե Ռուսաստանը մտնի այդ չոր պրագմատիկ հաշվարկի մեջ, եւ սկսի ճիշտ այնպես քայլեր անել, ինչպես Տրամպն է վարվում, օրինակ Մեքսիկայի նկատմամբ, կամ Կանադայի նկատմամբ, կամ Գրենլանդիան, այսպես Դանիայի հետ կապված, ոնց է իր պարտներների վրա 100% ինչ որ տարիֆներ, հետո դառնում է 150, հետո դառնում է 40, հետո դառնում է վերջապես ոչ ոք չի հասկանում հիմա ինչ տարիֆային քաղաքականություն է։ Ռուսաստանը ունի այդ որոշակի քաղաքական սենտիմենտալության ինչ որ մի հանգամանք, որը մեր ընդհանուր անցյալից է գալիս։ Եվ շատ լավ է որ դա կա, եթե դա չլինի, մեր հետ, այսպես ասենք, որոշ այն շպագատները, որոնք այսօր իշխանությունը անում է կապված Միացյալ Նահանգների հետ, Եվրոպայի հետ, շատ թանկ կնստներ այ ժողովրդի վրա։